Բարև ձեզ, մեր հերթական ոդքասթն է եթերում, Բարև Բագրատ։ Ողջույն։ Ուզում եմ սկսենք մեր թիմային քարոզարշավից, որի շրջանակներում մեր առաջին 50-յակը, որ առաջին ընտրությունների արդյունքում ձևավորվեց, հիմա մարզային այցելություններ է կատարում մեր մարզային տարածքային կազմակերպություններ, այնտեղ քարոզարշավ իրականացնում առաջիկա ընտրությունների համար, որին հնարավորություն ես մասնակցելու նաև դու, մեր ուրախ ավտոբուսի հյուրերից ես, եւ եղել ես մի քանի մարզերում, չէ՞, երկու մարզերում, Վայոց եւ Սյունիքում եղել ես վարչապետի եւ մեր թիմակիցների հետ ուրախ ավտոբուսում ու ինչպես են ընդհանրապես անցնում այդ միջոցառումները, որովհետև շփվում եք նաև սովորական քաղաքացիների հետ ընթացքում ու որովհետև շատ կան խոսակցություններ, որ իբր վատ են ընդունել այդ ընդունելությունից դրդված իշխանական ճամբարում խոճապը հարկորձողություններ են դիմում, տարբեր մեթոդների է դիմում իշխանությունը, բայց ուզում եմ դու որպես հենց առաջված, այո, ականատեսի աչքերով պատմես քո տպավորությունները թե ինչ ունես, ինչ ես ստացել։ Դե առհասարակ process-ը ներթիմային քարոզարշավի տարբեր մարդիկ վերագրում են, որ իրանք էլ են նույն process-ից ունեցել եւ այդպես շարունակ, բայց կարելի ասել, որ այտենց արտասովոր է նաեւ շատերի համար, դրանից է իրանք վատ են զգում, որ կուսակցությունը հենց կուսակցության դեմքով, կուսակցության բրենդինգով, կուսակցության անունով, կուսակցության բոլոր ներկայացուցիչներով, ովքեր որ այդ պահին հնարավորություն են մասնակցում է առանց քողարկվելու, թե սա իրանք ուրիշ են, մասնակցում են ու այդ ավտոբուսը, որի վրա գրված է քաղաքացիական պայմանագիր, կուսակցություն, անցնելով փաստացի Երևանից ուղևորվում է դեպի Մեղրի, Սյունիքի մարզ, այդ պահին նշանակետը բոլոր մարզերում անցնելով մարդիկ անտարբեր չեն կարողանում անցնել այդ ավտոբուսի ներկայությամբ ու շատ դրական անում։ Ինչպիսին է ռեակցիան մարդ սրտիկներ են անում։ Հա, այդ արդեն այդ սրտիկները ինքնական են անում, թե օրինակ դուք եք, որ եկեք ցենց։ Չէ, ընդհանրապես դե ավտոբուսի մեջից արագ անցնում է, այսինքն մենք ֆիզիկապես հնարավորություն չունենք, ժամանակ չունենք։ Հա, ուղղակի տեսնում են, որ գալիս է ավտոբուսը, մարդիկ պատուհաններից են նայում, չգիտեմ, խանութից են դուրս գալիս, լսելով այդ ձայնը, եւ այլն։ Դե ավտոբուսի ձայնը գալիս է, չէ, ինչ որ բան չունենք, երաշտական ուղեկցում չկա, այո։ Բայց դե մեծ մեքենա է, գալը աննկատ անցնել հնարավոր չէ եւ մեծ բաներով գրված քաղաքացիական պայմանագիր, այո։ Եվ մարդիկ ողջունում են ձեռքով, նույն սրտիկն են անում եւ զուտ ասում եմ, դա մենակ այդ ճանապարհի ընթացքում մեր հավաքագրած արձագանքներն են, որ տենց դրական է, իսկ ինչը վերաբերվում արդեն ավտոբուսից դուրս, կանգառները անկանխատեսելի են, որովհետեւ վարչապետի երբ նկատում է, որ մարդկանց խումբ կա, բաց չի թողում հնարավորությունը իրանց հետ շփվելու, ոչ AI-ի միջոցով, այլ ուղիղ դուրս է գալիս եւ արձագանքը նախ պետքա ընդունենք, որ մարդիկ ես վստահ եմ, որ բոլոր մարզերում եւ բնականաբար մայրաքաղաք Երևանում էլ է նույն ձև, բայց իմ տեսած այդ երկու մարզերում եւ 6-7 համայնք, եթե չեմ սխալվում, մենք կանգառներ ենք ունեցել ավելի երկարաժամկետ, 1 ժամ, 1 ժամից ավել եւ այլն, բոլորը շատ ուրախությամբ նշում են առողջապահության ապահովագրության վերաբերյալ կետերը, թոշակների հետ կապված դրական փոփոխությունները, ավելացումները, հեսա վերջում կանդրադառնամ խաղաղությանը եւ մենք նաեւ ունեցանք Ուզում եմ հասկանալ, կներես, ուզում եմ հասկանալ այդ լայվից դուրս ինչ-որ բան կա, լինում է, որ մենք բաց ենք թողնում։ Ոչինչ դուք բաց չեք թողնում։ Թեկուզ դրական, թեկուզ բացական, թեկուզ տրտամադրություն կա կամ տենց ֆոն մթնոլորտ կա, որ մենք բաց ենք թողնում։ Բացառապես դրական մթնոլորտի եմ ես ականատես եղել եւ իմ խոսքերս հնարավոր է ապացուցել լայվով, որտեվ չի եղել գետ 1 կանգառ, նույնիսկ 5 րոպեանոց, 10 րոպեանոց, որը որ չի հեռարձակվել ուղիղ եթերում, Facebook-յան էջով, TikTok-յան հարթակով ենք նաև ունեցել ուղիղ միացումներ եւ չի եղել բացասական արձագանք, մենք նաև բարձրացել ենք քաղաքացիների տները, բազմաբնակարան շենքերում վարչապետը անձամբ թակում էր դուռը, մտնում էր, խոսում էր եւ բնակիչներից շենք ենք մենք ունեցել Սիսիանում, որ շենքի բոլոր բնակիչները այս կամ այլ կերպ օգտվել են ինչ-որ պետական աջակցության ծրագրերից, բնակարանի ձեռքբերման, կրթության հետ կապված եւ այլն ապահովագրության եւ բոլորը շահառու էին տարբեր միջոցառումների եւ
քաղաքացին զգում է հոգատարությունը պետության եւ կառավարության, որը Խաղաղության մասով այ ամենակարևորը խաղաղությունն էր, որ այդ ամեն ինչը ուղղակի դա ավելի երկար պետք է խոսենք խաղաղության մասին, դրա համար էի թողում որպես աղանդեր, որպես նադիսերտ ոնց որ ասում են, խաղաղությունը առաջնային այդ highlight ընդգծվում էր առաջին խաղաղությունը, այսինքն բոլոր դրական կողմերից խաղաղությունը ընդգծելուց մարդիկ ոնց են վերաբերվում քո տպավորությունը ինչպիսին է, մտածում են որ ահա վсё խաղաղությունն եկել է, թե մտածում են խաղաղությունը եկել է, բայց հələ չգիտեն կմնա թե չի մնա, տենց ինչ-որ բան կա, մտավախություններ։ Իմ արձանագրություններով այսպես ասած կարող եմ ասել, որ մարդիկ գիտակցում են, որ խաղաղությունը արդեն իրականություն է, բայց խաղաղությունը պետքա, ինչպես վարչապետն ասում, խնամել, ուշադիր լինել եւ թույլ չտալ այն գործոնները, որոնք որ հնարավոր են խարխլեն խաղաղությունը, այդ գործոնները պետքա նեյտրալիզացնել եւ այդ խաղաղությունը ամենաառաջնայինն էր, այսինքն գալիս էին շնորհակալություն էին հայտնում խաղաղության համար եւ իրենց գոհունակությունն էին հայտնում խաղաղության process-ին առհասարակ, չխորանալով դետալներին, այսինքն խաղաղությունը ինչ դրական այլ process-ներ է բերում, ապաշրջափակման հետ կապված եւ մնացած։ Իսկ քանի որ դու նաեւ մեղրիում ես եղել, թրիպին ինչ ոնց էին վերաբերվում։ Հասկացել էին մարդիկ թրիպի ինչա ու ինչ սպասումներ ունեին։ Թրիպից հենց դա իրանք մեղրեցիները ընդհանրապես այդ լոկալ պատրիոտիզմը շատ մեծ էր եւ այն մարդիկ ովքեր որ Հայաստանի ամենահեռավոր կետերից մեկն է մեղրին ու բացի թրիպից նաեւ չմոռանանք նոր կառուցվող ճանապարհը, որը որ մեղրի լեռնային այդ Սերպանտինի ճանապարհը կրճատում է բավականին, հիմա կառուցվում է, մենք վաղ մեզ վիճակվեց նաև այցելենք կառուցման հատվածը, որտեղ որ թունելն էր փորվում, մի մասը, բայց դա շատ գրանձիոզ եւ շատ մեծ աշխատանքներ էին կատարվում, եւ խաղաղությունը հենց նրանք լրիվ գիտակցում են թե թրիփի կարեւորությունը եւ այդ բոլոր խոսակցությունները լայվից կարող ենք նկատել, որ մեկ հոգի եղավ, որը որ ինչ որ ձև փորձեց միջամտել եւ բացասական դաշտ անել եւ սադրել, եւ դա էլ նորմալ է։ Հիշում եք 21 թվականին ինչպես էին մարդիկ։ Ես հիշում եմ եւ այդ տրամադրված ինչ այդ էմոցիոնալ ինչ որ կար, ես այդ քիչ ռոմանտիզացված մի հատ այդ դրվագի մտքին եկավ մի անգամից այդ ավտոբուսի մեջ նստած, որ շրջան կար, որ այդ ավտոբուս նմանատիպ ավտոբուսով մենք ուղևորվում էինք եւ կային տենց բացասական հայացքներ եւ որոշ մարդկանց շտաբերի մոտով անցնելուց հայհոյանքներ եւ այլն։ Բայց հիշում ես մենք քանի տոկոս հավաքեցինք այդ ֆոնում։ Եվ այդ տոկոսը հավաքեցինք եւ այդ տոկոսը մենք արդարացրեցինք եւ մարդիկ արդեն այդ ավտոբուսին մի քիչ վերաբրենդավորված հասկացան, որ ապագան կա, ապագան արդեն այսօր է, ապագան եւ խաղաղությունը իրականություն են եւ այդ ամեն ինչին մենք հասանք շատ բարդ եւ տանր ճանապարհ անցնելով, բայց արդեն մարդիկ հասկանում են, որ խաղաղությունը մատերիալիզացվում է եւ այդ արձագանքը ես սա ասում եմ քաղաքական եւ սոցիալական հատվածը, բայց նաեւ կա մեկ շատ այլ կարեւոր կետ, որ մարդիկ ուղղակի շատերը շատ բարդ էին պատկերացնում, որ կարելի է վարչապետի հետ ուղղակի շփվել, գալ նկարվել, գալ այս մեր գեղեցիկ Պանստանալի հիմնականում միջին եւ ավակ սերնդի մարդիկ են, որ ակտիվություն են ցուցաբերում քաղաքական, դա մենք նկատում ենք նաեւ օրինակ Control-Z հաղորդումից եւ տեսնում ենք, որ այդ մարդիկ են, որ մենք էլ որ փողոցներում սոցհարցումներ ենք, սոցհարցումներ չէ, փողոցներում որ vox pop-եր ենք իրականացնում, ջահել երիտասարդ մարդիկ ուղղակի հրաժարվում են նկարվել, ես դա նկատել եմ։ Հիմա նույնպես նկատում եմ, որ այդ ձեր հանդիպումների ժամանակ եւս մեծ եւ միջին սերնդի մարդիկ են, որ մոտենում են, խոսում են, շփվում են, կիսվում են իրենց մտահոգություններով, խնդիրներ են բարձրաձայնում եւ այլն, բայց կան նաեւ երիտասարդներ։ Ու երեխաներ։ Հա, դե երեխաները մի ուրիշ լրիվ կատեգորիա է, շատ դրական բան է ապահովում։ Երեխաների հետ կոմունիկացիաները իհարկե շատ ունիկալ։ Իմ ամենասիրած ժանրն է, ձեր վիդեոներից ամենասիրելի հատվածները դրանքի, որ նայել անպայման։ Մեղրիում այդ вообще ֆանտաստիկ էր։ Առանձնատուն Առնոին կարող ենք բարևել, Առնոն մեղրեցի ամենաակտիվ երեխաներից էր, որը որ տենց
ամեն ինչին միջամտում էր դրական առումով պատմում էր իրենց քաղաքի առանձնահատկությունների մասին, ինչով են զբաղվում, ինչ պատկերացումներ Արնոն գիտեր Թրիպի մասին։ Թրիպի մասին տեղյակ չէր, կարծում եմ, տենց մանրամասն, բայց տեսնում էր, որ մեզ ինչից սկսվեց այդ կոմունիկացիան երեխաների հետ, ասին եկեք ձեզ տանենք մոստը ցույց տանք, ու այդ մոստը այդ մեծ աշխատանքներն էին, որոնք որ տարվում էին ու երեխաները գալիս են նայում են, հա, ինչպես է կառուցվում, Մեղրիում ֆուտբոլային մարզադաշտ էր կառուցվում, ես շատ վաղուց ցավոք սրտի Սյունիքի մարզում չէի եղել, մոտ 5-6 տարի եւ շատ կտրուկ էր փոխվել թե Կապանը, թե Գորիսը, թե Մեղրին, բոլոր քաղաքները մտնելուց ես այդ նորակառույց շենքեր էին Կապանում կառուցվում, ինչի մասին դժվար էր պատկերացնել, որ Կապանում նորակառույց շենքեր է կառուցվելու ինչ որ մի օր, ու այդ քաղաքը շարժվում էր, քաղաքը ապրում էր, մտահոգություն չուներ, որ վայ ու թե Վայոց ձորի սահմանամերձ հատվածները, թե Սյունիքի սահմանամերձ հատվածները եւ ոչ միայն սահմանամերձ հատվածները, բոլորի առաջին այդ top 1-ի մեջ մտնում էր խաղաղությունը, բայց խաղաղությունը այն ժամանակ մեզ ինչ խաղաղություն լինի, որ հիմա կա այդ փոխակերպումը, որ այ խաղաղությունն եկել է, բայց պարոն վարչապետ կամ սիրելի ԿՊԱ-ականներ հիմա պետքա որ պահենք կամ ո՞նց էին վերաբերվում այդ խաղաղություն, որտեղ այդ խաղաղություն բառը միշտ եղել է մեր լեքսիկոնում, որպես իրականություն։ Որպես իրականություն, որը որ կա, դա պետքա շատ ուշադիր լինել խաղաղության հանդեպ, պետքա շատ խնամքով մոտենալ եւ արդեն խաղաղությունից ստացվող բոլոր դրական բենեֆիտները եւ պրոֆիտները արդեն կամանց այդ ես նկատեցի որ քաղաքացիների մոտ արդեն կար իրանց կյանքի անվտանգության եւ ապահովության վերաբերյալ վստահությունը եւ իրանք կարծում եմ այս տարի չէ հաջորդ այցին հնարավոր է կամ ընտրություններից հետո ամեն դեպքում 2 ամսից 3 ամսից երբ որ դա կլինի իրանք արդեն ուրիշ հարցեր եւ առաջարկներ կունենան վստահաբար, որովհետեւ իրանք կարծում եմ անցել են արդեն այդ խաղաղության գիտակցման եւ ընդունման փուլը եւ արդեն գալու են այ մեր համար ամենաառաջնայինը խաղաղությունը կա, պետքա չմոռանանք երբեք խաղաղությունը խնամելու մասին, բայց եկեք մտածենք այլ բանի ուղղությամբ եւ այլն եւ այդպես շարունակ։ Մի խոսքով միայն դրականը ես կարող եմ հիշել առողջություն եւ այդքան ճիշտ միայն դրականը կարող ենք արձանագրել մեր այցելությունից երիտասարդների մասով լավ չհարցրեցի երիտասարդները իհարկե այտենց համեմատաբար пассив էին բայց կային ակտիվ երիտասարդներ որոնք այդ ծորում էլ բավականին ես ուզում եմ հասկանալ այդ քանի որ գիտեմ որ երիտասարդների չաթերը չեն սիրում նկարվել եւ երևալ կա այդ երիտասարդների խումբ որ կամերաներից են կողմ եք շփվում կամ իրենք ոնց են արձագանքում տեսնում են ցես փախչում են տեսնում են տենց անարձագանք են թողնում ինչ են անում չի եղել խուսափող իմ հիշողության մեջ եւ ես բաց չեմ թողել գետ մեկ կանգար միշտ դուրսն եմ եղել ու չի եղել դրվագ որ ինչ որ մեկը խուսափի չուզենա տենց բնականաբար դեպքեր կարող են լինել եւ դա լրիվ նորմալ է, բայց չի եղել իմ հիշողության մեջ դեպք, լինի դա երիտասարդ, թե միջին սերնդի, թե ավագ սերնդի ներկայացուցիչ, ոչ մեկ չի եղել, որ խուսափի հանդիպումից, խուսափի շփումից նկարվելուց եւ այդ նկարվելու հետ կապված էլ տարիքային տարբերությունը շատ տարբեր է եղել, ավագ սերունդ եւ մինչեւ 5-6 տարեկան երեխաներ բոլորը հեռախոսներով շատերը հետևում էին լայվին ու սպասում էին երբ են հանձնելու իրենց համայնք ավտոբուսը, որպեսզի շփվեն, նկարվեն կամ ուղղակի տեսնեն տենց շատ դրական էմոցիաներով ենք վերադարձել ու Սյունիքի մասին շատ խոսացինք, բայց նույնը կարող եմ ասել Վայոց ձորի հետ կապված, թե Եղեգնաձորում, թե մնացած քաղաքներում եւ նաեւ օգտվելով արդից կարող եմ ներողամտություն հայցել բոլոր քաջարանցիների որ զուտ ժամային լոգիստիկ խնդիրներով պայմանավորված չհասցրեցինք քաջարան այցելել, բայց կարծում եմ դեռ ամեն ինչ արժևում է եւ անպայման կայցելենք նաեւ քաջարան եւ բոլոր այն համայնքները, որոնք բաց ենք թողել, բայց եթե չեմ սխալվում, տենց առանձնապես համայնք չի որ բաց։ Ի տարբերություն մեր թիմի, Սամվել Կարապետյանի թիմին անդառնալով
այսօր այդ մասին հարց եղավ վարչապետին, այսօր 5 շաբթի է, որ մենք նկարում ենք։ Այդ դու էլ հնարավորություն ես ունեցել այսօր մասնակցել ասուլիսին վարչապետին։ 5 շաբթի է, որ մենք նկարում ենք այս հաղորդումը, այսօր վարչապետը հերթական ասուլիսը տվեց եւ հարցը հնչեց, որ Սամվել Կարապետյանին իբր արգելված է իր ելույթները ձայնագրել կամ ուղիղ եթերներով հրապարակային խոսք հնչեցնել եւ շփվել իր ընտրողների հետ օրինակ կամ Հայաստան Հանրապետության մյուս քաղաքացիների հետ, բայց ինչպես գիտենք, պրոբացիոն ծառայությունը պարզաբանել է եւ դատարանի որոշումը հստակ մեկնաբանել ու ասել է, որ փոխանցել է դատարանի որոշումը, որ Սամվել Կարապետյանը այդպիսի արգելք չունի ու կարող է շփվել առանց AI-ի օգտագործման, բայց իրենք 3 թե առաջին օրը իրենց հերթական ինչ-որ ծրագրերից ամդանգային թեմաներով ներկայացնում են, հերթական անգամ Սամվել Կարապետյանը քաղաքացիներին դիմեց AI-ի, այսինքն արհեստական բանականության միջամտությամբ Եվ ակնհայտ է թե ինչու է Սամվել Կարապետյանը այդպիսի միջոցների դիմում եւ գիտես ինչ նախնդալով որ ողջ աշխարհում այդ Հայաստանում փաստաբանները առհասարակ ինչ են անում փաստաբանների հիմնական նպատակն է իրենց պաշտպանյանների իրավունքները պաշտպանել այսինքն օրինակ եթե մեկնաբանման խնդիր կա հարց իրենք մեկնաբանում են հօգուտ իրենց պաշտպանյալի չէ օրինակ Ենթադրենք Սամվել Կարապետյանի նկատմամբ արգելք կա թե չկա։ Եթե մեկնաբանման խնդիր է ու հստակ չի, ապա փաստաբանը ամեն ինչ պետք է անի, որ հօգուտ իր պաշտպանյալի մեկնաբանվի, չէ՞ հարցը։ Բայց Սամվել Կարապետյանի փաստաբանյան եզակի փաստաբաններից են, որոնք մեկնաբանում են հօգուտ Սամվել Կարապետյանի, որպեսզի ամեն կերպ ինքը չկարողանա ելույթներ ունենալ։ Ասում են, որ ոչ, դատարանը չի կարող ասել մեզ, մենք այդպիսի արգելք ունենք, թե չունենք։ Մենք ասում ենք, որ չէ, դատարանը որոշել է, որ այդպիսի արգելք կա, ու Սամվել Կարապետյանը չի կարող հանրային խոսք հնչեցնել, ուղիղ եթեր մտնել կամ տեսաուղերձներ հղել։ Ու որպեսզի ինքը AI-ով շփվի մարդկանց հետ։ Ինչու՞։ Որովհետև այդ մարդը կապակցված խոսք չունի, եթե մի բառ ավել ասեց առանց AI-ի օգտագործման ինքը միայն ցայներ կորցնելու է, ոչ թե վաստակելու է։ Չէ, դիրապետում Հայաստանի իրավիճակին եւ նաեւ քեզ փոքրինչ ուղեմ, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել առհասարակ տեխնացու։ Չէ, ես չեմ ասում տեխնացու։ Հա, չէ, նկատի ունեմ, որ ինքը դիմելու անհրաժեշտություն էլ մեծ հաշվով պետքա չունենա, քանզի ինքը դե չէ, ունի, գիտես խի ունի, նայ, ինչ են ասում։ Իրանց թիմակիցները առանց բացառության, գրեթե առանց բացառության, եթե մտնես էջերեք, նկատես, որ ինչ մի հատ վիդեո են սարքում, որտեղ իմաստը միայն եւ միայն սա է հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու։ Բայց ստեղ էլ ուզում եմ իրենց հիասթափեցնել, որ անգամ նույնիսկ մտնենք իրենց օրակարգի մեջ։ Արի պատկերացնենք, որ մենք իրանց թիմից ենք, մտնենք իրանց օրակարգի մեջ ու փորձենք մարդկանց համոզել կամ ապացույցներ գտնել, որ իրոք Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է։ Ու ընդունենք, որ իրենց արած այդ սոցհարցումները էմպիրիկա ընկերության արած սոցհարցումները, որը տեղական ընկերություն է, երբեք որևէ քաղաքական սոցհարցում կյանքում արած չկա։ Առաջի քաղաքական սոցհարցում արել են Գյումրի ընտրությունների ժամանակ, որի տվյալները այդ իրենց կայքում մտնում ես, չմտնում ես, չեմ գտնում։ Ես ամեն դեպքում չեմ գտել։ Մտել եմ, փորձել եմ գտնել, թե օրինակ ինչ պրոգնոզ են տվել, արդյոք համապատասխանել իրականությանը թե չէ, մտել եմ չեմ գտել։ Հա, ու դա առաջինն է եղել։ Միշտ իրանք SMM-ով են զբաղվում, մարքեթինգով են զբաղվում, շուկայի ուսումնասիրություններ են անում, բիզնես միջավայրում, ուսումնասիրություն անում, գուցե այդ առումով պրոֆեսիոնալ են, բայց քաղաքական մարքեթինգի տեսանկյունից անգամ իրենք գոյություն չունեն, նոր են այդ ոլորտում ու արդեն իրականացրել են Սամվել Կարապետյանի համար սոցհարցում, ենթադրենք, որ ճիշտ են արել, ենթադրենք։ Ուրեմն ինչպիսին են տվյալները, ըստ իրենց սոցհարցումների, եթե առաջիկա կիրակի օրը լինեին ընտրություններ, ապա քաղաքացիական պայմանագիրը կվաստակեր 28% ցայն, Սամվել Կարապետյանի ստեղծած այդ ուժը 24% ցայն, հետո մնացածները համապատասխանաբար իջնում էին ու բոլոր բացի ԿՊ-ից մնացած բոլոր ուժերը միասին, այդ թվում եւ այնտեղ այլ ուժեր, օրինակ դրա մեջ կարող է մտնել Արամ Զավենի Սարգսյանի հանրապետություն կուսակցությունը, Արման Բաբաջյանի հանուն հանրապետության կուսակցությունը, այն բոլորին դեմը ու տենց լիքը այլ կուսակցություններ, հա, որոնք հայտարարել են, որ օրինակ Սամվել Կարապետյանի հետ չեն միավորվի։ Անկամ բայց եթե այդ
խմբերը միավորվեն Սամվել Կարապետյանի հետ, ընդդիմությունը բացի, այսինքն ԿՊ-ից բացի մյուս ուժերը միասին լավագույն դեպքում իրենց տվյալ թվերով հավաքում են 47%։ Այսինքն դա որը բավարար չէ։ Բավարար չէ, սահմանադրական օրենքները փոխելու համար իրենք լավագույն դեպքում կարող են պարզ մեծամասնություն վերցնել ու օրինակ կարողանան վարչապետ ընտրել, բայց Սամվել Կարապետյանին վարչապետ իրենք չեն կարող ընտրել, անգամ իրենց տված թվերով, որովհետև իրենց որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա դառնալ վարչապետ, այնել մի հատ ուրիշ վարչապետ պետքա լինի, հետո նոր ինքը հրաժարական տա Սամվել Կարապետյանին ընտրեն։ Պետքա որպեսզի իրենք սահմանադրական մեծամասնություն 60 քանի տոկոս հավաքեն, որը նույնիսկ իրենք չեն հավատում, որ հնարավոր է։ Այսինքն այսօրվանից մարդկանց կեղծում են, խաբում են, ստում են, ասում են հաջորդ Կարապետյան վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Իրենք անգամ իրենց ասածը չեն հիմնավորվում իրենց վերած թվերով։ Դե հա, որտեվ այս մարդիկ ոչ միայն ուզում են ասել, ոչ միայն AI-ով են փորձում մարդկանց խաբել, որ Սամվել Կարապետյանը իբր ելույթ ունեցավ, այլ նաև լեքսիկոնի առումով, թվերի առումով, սոցհարցումների առումով, ամեն առումով մարդկանց խաբում են։ Դե ես պետքա երրորդ անգամ սա արդեն կրկնեմ, որ քաղաքականությունը հեշտ բան չի եւ իրանք էլի մտել են շատ մի հատ բարդ process-ի մեջ եւ այդ process-ին իրանք նայում են օտար երկրներից ժամանած տարբեր քաղ տեխնոլոգիաների օգնությամբ եւ հա եւ նաեւ բիզնես մոդելով են սա դիտարկում եւ վերջերս չեմ հիշի որ լրատվականը բայց մի հատ տեղեկատվություններ տարածել որով որ բարձվել էր որ հիմա թվերը չեմ հիշի իհարկե բայց այն ժամանակ մեր ձևովը եւ ուժեղ Հայաստանը երկուսը զբաղացնում են Facebook-ում Հայաստանի կողմից քաղաքական գովազդ պատվիրված ամենաշատ եւ մեր կուսակցությունը հաստատի շատ հետեր այդ Թաթոյանի կուսակցություններ եւ այլն էլի այսինքն իրանք Facebook-ում են մնացել էլի իրանք հույսը Facebook-ն է եւ իրանք թվում է որ Հայաստանում մարդիկ պետքա հիմնվեն այդ թվային բայց հենց այդ իրանք որ եթե Facebook-ով չափելու լինեինք 2021 թվականի ընտրություններին ողջախոհության կրակը որ վառ մնա տպավորություն է որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեսա դառնա վարչապետ 2% հավաքեցին Facebook-ով եւ տեխնոլոգիաներով որ նույն տեխնոլոգիա էր որ Ռոբերտ Քոչարյանը մարդկանց հավաքել տարել էր Հանրապետության հրապարակ ու այդ ցույցի կամ հավաքի կեսից մարդիկ ուղակի դրոշները ձեռքերը իրանց այդ դրոշներով հետ էին շարժվում դեպի Աբովյան փողոց, Նալբանդյան փողոց եւ մնացած հարակից փողոցները իրանք իրանց չեկինը եղել էին եւ շարունակում էին իրանց կյանքը սովորական բայց այդ մտածելակերպը որ քաղաքականությունով կարելի է զբաղվել բիզնես տարբերակով գովազդներով հիմա որ լրատվականը մտնում է ընդդիմադիր մեծամասամբ կամ այդ նույն կուսակցություններն են որովհետեւ Հայաստան դաշինքի կարգախոսներից էր դեպի ուժեղ Հայաստան հիմա ուժեղ Հայաստանը կուսակցություն է դառել բայց իրանք իրար ու նույն լրատվամիջոցներն են PR-ում ինչ որ Քոչանին հա կարող է մեկ քլիքի ժամանակ Կարապետյանի գովազդը բերի մյուս քլիքի ժամանակ բերի բայց անverջ գովազդներով անverջ իրանք այս 5 ու տենց կարելի է սահուն անցնել Հայաստան դաշինքի կողմից նաև հայտարարված անսպասելի տեխնացուին շատ ասպասելի։ Գիտես ինչն է որ Քոչյանը արդեն հայտարարել էր որ ինքն լինել տեխնացուն ասում էր եթե օրինակ իմանամ որ այլ մարդ կա մեր թիմում որ ավելի բարձր ռեյտինգ ունի կամ ավելի ունակ եւ կարող ուժ է քան ես հետ կկանգնեմ թող ինքը լինի բայց չկա այս պայթուրությամբ ես եմ լավագույնը գոնե մեր թիմում հետեւաբար ես եմ լինելու բայց մեկ էլ մի քանի օր անց դրանից մի քանի օր անց հայտարարում է որ այ ամսի ես իմ քանիսին կիմանանք որ ով է լինելու Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացուն այնպեսի մի հատ բան են բան կար բանով են պարում էլի ինձ անսպասելիությամբ տենց ինչ-որ միստիկայով են պարում դետեկտիվային ոճի մեջ ով է լինելու ու հայտարարում է իհարկե բայց փաստացի կարող ենք ասել որ Հայաստան դաշինքն է 21 թվականին նույն գործելակերպով է շարժվել նույն ոճով է եղել ու ոչինչ չի հաջողել իրանք տեսանյութ ցուցադրեցին մի քանի րոպեանոց իրենց անցած ուղու մասին այս վերջին 5 տարիների ընթացքում խորհրդարանում բայց ինչ կարելի է արձանագրել իրանց այդ խորհրդարանի ես որպես խորհրդարանի նախկին աշխատակից որը որ 3 տարի ականատես է եղել խորհրդարանում Հայաստան դաշինքի գործունեությանը դա նույնն է ոնց որ հիմա մենք որպես ֆուտբոլասերներ կարող ենք դա sense սիրուն ձևի պրոյեկտել դեպի ֆուտբոլը հիմա
ինչ որ մի հատ X թմի մարզիչ, որը որ ամեն տարի զբաղացրել է երկրորդ տեղը ու տենց հա ստաբիլ underdog կոչեցյալն է եղել, չգիտեմ, West Ham-ն է եղել, ինչ որ մի տարի, բա։ Arsenal-ը չէ։ Ու հետ գա ասի մենք կհաղթենք Չեմպիոնների լիգան, բայց իրանք նույնիսկ տենց իրանց լիգայում չեն կարողանում հարցերը լուծեն, դրա համար ստացվում է այն ինչ որ ստացվում է, բայց այդ նույն այդ ֆիլմի վերաբերյալ որ ֆիլմը ասեցիր Քոչյանի մի բան ասեմ տես ոնց էս նայում դու օրինակ Նարեկ Մալյանն էր ամենասիրած ժանրն անդիմության ներքին ներքին բոյերը հա Նարեկ Մալյանը դե այն որ ասում են ադիպուդիով նստում հետևում էլի Նարեկ Մալյանը գրել էր որ փաստորեն այդ ինքը ասում է ես ասում եի որ սրանք նկատի ունի Քոչյանի падգամավորներին այդ հարցերը վարչապետին հնչեցնում են, որպեսզի ուղակի հետո կտրեն եւ նախընտրական ռոլիկ սարքեն։ Խաղողտ հարցեր են տալիս, ընդհանրապես ասում եմ 5 տարի նախապատրաստում 5 տարի այդ հարցերը տալիս էին նախընտրական ռոլիկ սարքելու համար եւ չէին հրապարակում են հատվածները, որտեղ իրանց ուղակի ջախջախում ու ցբխում էին։ Կողարկում են ու ճիշտ ասում են, նայում ես որ իրենք այդ ռոլիկի մեջ իրենց հարցերն, հա, այտենց խրողտ հարցեր պարոն, վարչապետ պարոն Փաշինյան ու չկային հատվածներ, թե այդ ինչ պատասխաններ են ստանում իրենք։ Բայց իրանք է հստակ գալիս են այն ժամանակ, հենց որ ինչ որ sense գրանձիոզ բաներ տեղի ունեցել, որ համընկնում էր Քարորյանիստի հարց ու պատասխանը կառավարության հետ, համընկնում էր ինչ որ մի հատ իվենթի հետ, ինչ որ տարբեր։ Ու այդ ժամանակ նոր գալիս էին, որ sense իրանց կտրուկ եւ սուր հարցերը տային եւ դե օրինակ պատիվ ունեմ խմբակցությունը այդ առումով շատ բաներ ոչ գալիս էին ոչ գնում էին ոչ իրանք ասել են դե դրան է ապացույց այնա որ հիմա միջև հիմա պարզ չի իրանք մասնակցելու են ընտրություն էին թե չէ իրանք դե ապրիլի 4-ին իրանք բանն է համագումարն է ինչն է որտեղ կհայտարարվի համասնակցելու են թե չէ դե հա Դե բայց խայտարակություն կլինի եթե չմասնակցեն էլի։ Հա բայց դե ասենք դուք 10 տարի ասում եք իշխանությունը անցնում է Մելիք Ադամյան փողոցով, բան տենց վերամբարձ 50 քանի տոկոս 60 դե 60 խփենք 80-70 նետա։ Ինչքան ուզող խփող էիք, բա ապացուցվեց չէ որ դուք այդ խփոցիները անում էիք բացառապես կեղծարարությամբ։ Եթե այդպես չի, ապա գոնե այդ կեսը պետք է հավաքեք, չէ։ Գոնե 20%։ Հա Լավ 10 Լավ 20 հա Դե հիմա 60 էի քաղաքում 1/3-ը չհավաքեք հիմա Փաստացի 21 թվականի խորհրդան իրանք հայտնվեցին երրորդ ուժ ունենալու պարտադրանքի պատճառով օրենքի ուժով այ հակառակ դեպքում նրանք ու դա էլ իրանք արել են ոչ միայն 2018-ին ընդհանրապես եղել են դաշինքի կազմով իրանք դաշինքի գործընկերը արդեն ասել է որ իրանք չեն մասնակցելու ընտրություններին դե մնացած ուժերի մասին բայց իմիջիայլոց մենք անցանք ուժեղ Հայաստանի թեման, բայց մեկ բան կարելի էր արձանագրել, որ Հայ ազգային կոնգրեսի, Քոսիրելի Հայ ազգային կոնգրեսի այդ հավաքի ժամանակ հրավիրյալ Էդմոն Մարուկյանը այդ միջոցառմանը ասաց, որ ես ասում էի, չէ, որ միջև ընտրություններ Սամվել Կարապետյանին կալանքի տակ են պահելու, տնային կալանքի կամ շորայել կալանքի տակ են պահելու, ես ասել էի, բայց հանուն արդարության նույնիսկ Սամվել Կարապետյանին ձեռք է տալիս մնալ կալանքի տակ։ Երևի աղոթում է ինչ անում որ կալանքի տակ ամեն մի շեմ։ Որովհետև որ դուրս գա, լավ դուրս եկավ։ Հիմա մարդը արկելանք չկա խոսելու, արհեստականորեն սարքում են այնպես որ չխոսա։ Հա, բայց հիմա որ կալանքից հանեցին, ինձ թվում է բան ասելու ընկել եմ տան մեջ, որտես ճարտել եմ կարա։ Ես ավելի քան վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը նույնիսկ տեղյակ չի եղել այդ տեսանյութում այդ արհեստական բանականությամբ որտեղ տեղած չի եղել ինքը չի, բայց հետո ցույց են տվել, որ այսին ցելույթ է ունենալու դու։ Բայց չնայած հետո եթե ինչ-որ մի բան այն չգնա, կարող ասի որ ես չեմ, ակնհայտ է չէ որ ես չեմ։ Սա քոնն է, ես տեղյակ չեմ ով է սա։ Քոչանի բանը, թիմակիցներ որ ճամբարափոխ եղել են իմ մոտ, երևի իրանք են։ Կարա չէ այդ ինձ մի բան ասի, եկի Քոչանի ղարգազ մարդիկ են ինքնա սարքեք օրինակ կամ Նիկոլ Նաղարգի սարքեն։ Հա, Նիկոլ ղարգազ մարդիկ հավանական է դա կարվի, բայց դա խոսում է պարզ քաղաքական դատարկության մասին, որովհետև բայց ինչի մասին էր խոսում այդ տեսանյութում։ Ինչ ասում է
մենք կգանք եւ ուժերի դիրքերից կփանակցենք ու ասում է որ լավ կլինենք թե արևմուտքի հետ թե արևելքի հետ կխորացնենք ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները ու այդ ուժերի դիրքերից փանակցելու ընդհանրապես ուժեղ Հայաստան կարծում ենք այլևս թույլ չենք լինելու ենք ուժեղ հիմա ուժեղ ղեկավար ենք ունենալու այսուհետ այդ ուժեղ ղեկավարի բանին եմ ուզում անդրադառնալ այսօր վարչապետն է անդրադարձել մենք էլ ուր անդրադառնանք բայց ես ուրիշ լավ ասեց տեսանկյունից եմ ուզում էլի բան անենք այդպես վարչապետը տենց բերեց բառացի ուժեղին չէ որ ցկվելու կամ հեծանիվ քշելու կամ ինտելեկտուալ իմաստով եկեք մրցենք տնանք ով է հա ավելի ուժեղ բայց ես ուզում եմ մենք ոչ թե համեմատենք թե ով ինչ կարող է անել որը հիպոթետիկ սկսեն մրցել այլ տեսնենք թե ով ինչ է արել ու որ ասում են այլ թույլ այլևս չենք լինելու նկատի ունենալով որ հիմա թույլ ղեկավար է նկատի ունենալով որ հիմա թույլ Հայաստան է ու թույլ վարչապետ թույլ Նիկոլ Փաշինյան եկեք նայենք Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը ու ձեր անցած ճանապարհը բոլորի հավաքական անցած ճանապարհը արդյոք 90-ականներից ընդդիմադիր պայքարի մեջ եղած Նիկոլ Փաշինյանը որը անցել է ուսանողականից ուսանող եղած ժամանակ հեռացել են ընդդիմադիր հայացքների համար խմբագիր եղած ժամանակ մտել են իր խմբագրություն համակարգիչները հավաքել տալել մեքենան այրել են ընդդիմադիր եղած ժամանակ մարտի 1-ի հաջորդող օրերին հետապնդումների մեջ է եղել ընդհատակում ա եղել հետո եկել հանձնվել է հետո դատապարտվել է 2 տարի անցկացրել է բանտում ընդ որում ունենալով 4 անչափահաս երեխաներ, կին դուրս է եկել բանտից 2 տարի անց ու չի կանգնել ու դարձել է падգամավոր պայքարել այդ մարդը ծնկել է բարձրացել է ու ընդ որում ինքն իրան չի ծնկել է այնպես որ չի սխալ նրա թույլ տվել ծնկել է ռեժիմը հստակ ընկել է հետևից հստակ ճնշել է հստակ հետապնդումների է ենթարկել այդ մարդը չի կոտրվել վերակացել կանգնել է դարձել է падգամավոր հետո նորից է դարձել падգամավոր հետո հեղափոխությանը դուրս եկել ու այդ 30 տարի չփոխվող համակարգը որովհետև ես 98 թվականն այլևս չեմ համարում որպես որ այնտեղ հեղաշրջում հեղափոխություն ես ինչ ա տեղի ունեցել իբր ակնհայտորեն դա Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստել է իր հեռանալու հեռացելա շատ սիրուն ձևով փոխանցելով իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին այդ 30 տարի չփոխվող համակարգը Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել դրա դեմ ու հաջողել է ժողովրդի աջակցությամբ իր թիմակիցների աջակցությամբ արել է հեղափոխություն դարձել է վարչապետ 2020 թվականի կոവിഡ്ին ու պատերազմին է դիմակայել պարտվել է ծնկել է հրաժարական է տվել ու նորից չի փախել է ամենածանր իրավիճակներ Լևոն Տեր-Պետրոսյանը 2021-ին էլ ասում էր քաղաքացիական պատերազմ կլինի ոնց որ 98-ին ասում իբր կլիներ քաղաքացիական պատերազմ եթե ինքը հրաժարական չտար 2021-ին ասում էր քաղաքացիական պատերազմ կլինի թող Նիկոլ Փաշինյան անվտանգության երաշխիքների դիմաց փախնի Հայաստանից ընտրությունները անցկացնի անկուսակցական փող վարչապետը Մհեր Գրիգորյանի նկատի ունենալով եւ ԿՊՆ թող առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցի ընտրություններին, այսինքն պատրաստում էր նորից Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանության։ Այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը չի փախել, չի հանձնվել, անվտանգության երաշխիքներ չի խնդրել ու չի ստացել, մնացել միջև վերջ պայքարելը հաղթել է։ Ու այս մարդը թույլ եկա, հետո եկել է խոստացել է խաղաղություն 30 տարի անհնար է եղել մեզ սպառնացել է Ադրբեջանը մենք պարտված ենք եղել ուլտիմատումներ ա դրել Զանգեզուրի միջանցք ա ուզել պահանջել Ռուսաստանի հետ համատեղ ճնշումների ենք ենթարկվել ռուս-ադրբեջանական ճնշումի ենք ենթարկվել միջանցքը չենք տվել խաղաղություն ենք բերել խաղաղության պայմանագիր ենք նախաստորագրել TRIPS-ի պայմանագիրն ենք ստորագրել ու պատրաստվում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել պատրաստվում ենք ապաշրջափակել Հայաստանը ու այդ Նիկոլ Փաշինյանն է թույլ լուրջ եք ասում չէ դե իսկ ինչ արեց Սամվել Կարապետյանը օլիգարխ որպես ռուսական իշխանությունների հովանու ներքո իրենց կրիշի ներքո ռուսերեն ասված օլիգարխ դառնալով ինքը ուժեղ տղա է հա ինքը խափանել է ուժեղ տղան տնային կալանքի տակ նստած ասում է ինձ Նիկոլը չի թողում խոսամ այո
Շատ ինքը ինչ ա արել իմ համար, որ sense միակ բանը, որ քաղաքականության հետ ինչ որ կապ ունեցող, որ ինքը կանգնացրեց իրեն սատարող եւ աջակցող եւ իր նոր խամաճիկ ուժը դարձած, կարելի է այդպես էլ ասել, կոնգրեսի կազմակերպած բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը, երբ Երևանի Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում լուծվեց բուրժուա դեմոկրատական հեղափոխության այդ տենց չծնված սպանվեց, վերջապես ընդդիմությունը ալիք ունեցավ, կենտրոն TV-ին դարձել էր ընդդիմադիր ծայրահեղական ալիք, ես հիշում եմ, ես ժամանակ ուսանող էի, նոր էի տենց քաղաքականությամբ հետաքրքրվում, համասանի այդ 0 կուրսում էի ես սովորում ու ցույցեր էին տենց շատ մեծ ողջավորություններ, որ հեսա, ես այսօր այստեղ եմ ձեր կողքին կանգնած, դրա համար շատ ուրախ եմ, որ ոչ մի բան չստացվեց եւ եկավ Ռուսաստանից դեսանտը հերթական անգամ, ասեց Սամվել Կարապետյանի դեմքով եւ վերջացավ դրանով եւ լուծեց հարցերը այդ բուրժուա դեմոկրատական հեղափոխության եւ այդ նույն հեղափոխություն երկուսը Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում է հիմա էլ անի այդ հեղափոխություն մեկը վիժեցրած մարդու հետ մի բան իջեցի Սամվել Կարապետյանն է ուժեղ տղա, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում երկու կողմերին հավասարացավ կոչ էր անում, ասում էր անցեք բանակցային սեղանի շուրջ նստեք, բանակցություններով լուծեք հարցերը, երկու կողմերին կոչ եմ անում պատերազմը։ Լեոպոլդ Կատվի պահվածքներ, давайте жить дружно եւ ես չեմ կարող այդ գայթակղության չտրվեմ ու ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն որպես ինչպիսի մեծ փոփոխություններ քաղաքական առումով, որտեվ պետք է չմոռանանք, որ ռեսուրս գոյություն չի ունեցել, առաջիններից մեկն են եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ առաջին կազմը, որ կազմակերպել այդ fundraising-ը եւ դրամահավաք երեկոներ կազմակերպվել Հայաստանում, նաեւ on-line տարբերակով դա եղել ու այդ քաղաքական համակարգը ծեծված դիմադիրների, որ տարին երկու անգամ ինչ որ մի հատ գարունը, մի հատ ամառը, մի հատ տենց չգիտեմ, աշունոտ ցույցեր էին անում, դուրս էին գալիս մի քանի օր մարդկանց կոպիտ պետք է ասեմ, այս նադայել էին անում, հուսախապ էին անում ու նաև սրանով հիմա թեմայից թեմա ենք թռնում, բայց դե մեր խառը ոդկասթի ոճի մեջ է դա, նաև կարող ենք հիմա նաև արձանագրել են փաստը, որ արևմտամետ ուժերը այն ժամանակ, որոնք որ եղել են եւ կարծում եմ ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ ամենամեծ արևմտամետ ուժը համարվում էր այդ նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան, որ վերածվեց դարձավ Սասնա ծռեր եւ հիմա մենք կարելի ենք արձանագրել իմ պատկերացումն է, դու խնդրում եմ քո կարծիքն ասես, որ այն ժամանակ այդ ուժը ստեղծվել է եւ օգնել են եւ ֆինանսավորել են դա կազմակերպել, որպեսզի արևմտամետությունը ցածրացնեն եւ ինչ որ ձև արևմտյան ուղղվածությունը սարքեն, չեմ ասեմ մարգինալ, բայց այտենց որ ասեն, հա արևմուտք եք ուզում գնաք իրանց հետ Հիմա տեղի ունեցավ այդ չէ, հիմա դե տեղի ունեցավ, բայց հիմա իրանք արդեն իրանք դիմակները պատրում են ու ցույց են տալի իրանք ով են, որ արևմտամետության եւ արևմուտքի քաղաքական ինստիտուտների հետ իրանք ընդհանրապես կապ չունեն եւ քաղաքացիական պայմանագիրը այդ դուրս գալով այդ որ հա ասում են քաղաքացիական պայմանագիրը ցույցեր չի անում այդ 2015-16 թվականներին չի միանում այդ բուրժուա դեմոկրատական մի խոսքով էլ այդ ծեծված եւ անհետաքրքիր բայց դա ինչի մասին էր նրա մասն էր որ աշխատում էր ամեն ինչ առանց ֆինանսական մեծ միջոցների ու այն ժամանակվանից մտավ որ այն principը որ ավելի լավ է մեզ 10 հոգի 10000 դրամ քան 1 հոգի 10000 դրամ ու այդ ամեն ինչը ինստիտուցիոնալ մակարդակի վրա ընդդիմությունը առաջին ունեցանք գյուղապետը, որը որ ընդդիմադիր հաղթեց նոր կյանք գյուղում Գարիկը Սարգսյան ու այդ ամեն ինչը այդ process-ները, պրոցեդուրաները ինքնահայեցումը 6000-ը ճիշտ է տեղում պետքա ընտրությունները վերահսկենք այդ ամեն ինչը այ դա է քաղաքական ուժը իսկ այն փաստը որ իրանք ինչ դու հետևողականորեն գնում ես քո նպատակների հետ ոչ թե հիմա ես վստահ եմ հունիսի 8-ից հետո եկեք պրոգնոզ անենք էլի հունիսի 8-ից հետո մի հոգավորները ուղղակի վերանալու են քաղաքական ասպարեզից յանքի մեջ կան չէ բարի բուն իմաստով վերանալու են ոնց հայտնվեցին տենց անսպասելի վերանալու են ինչպես եղել է շատ շատերի հետ դե այստեղ հարցն այն է որ իրանք նույնիսկ եթե ընդդիմության
իրանք դու ես պատկերացնում, որ իրանցից մանդատ կվերցնի ու կգնա խորհրդանում կնստի կաշխատի։ Դե իմ երեխի չեն աշխատի, որ մի քանի Թե պատգամավորի աշխատավարձից կարծում եմ մի 100-ապատիկ ավել կարան գումար։ Մեջները կան, որ այդքան չունեն կամ համատեղ են, ինչ ա եղել։ Կվերցնեն մի 10 մանդատ։ Խնդիրը դա չի, բայց ուժը որպեսի այդպեսին եւ իրենց գլխով հանդերձ վերանալու են ոնց ստեղծվել է։ Իսկ այնտեղ կներես այդ 10 հոգիները տարալուծվելու են տարբեր բաների մեջ, այնպես չի որ իրանք տենց բանը որպես խմբակցություն մնալու են, չէ։ Բայց իրանք հենց այդ դու նաև ասում ես 20 թվականի ընթացքում միջամտության եւ այդ իմաստով ավելի վատ խորհրդանա լինելու, քան գործողն է, որովհետեւ հիմա գոնե ընդդիմությունը տենց երկու բան է, ֆրակցիաներ կան, որոնք ֆրակցիաներ են, ուժեր են գոնե, դաշնակցությունը գոնե ուժ է, հայկական գոնե ուժ է։ Իսկ սա լինելու է բան ինչ որ վերանալու է ու այդ падգամավորները տենց տարալուծվելու են տարբեր ինչ որ նավոների մեջ տարբեր շահեր սպասարկեն, տարբեր անհատների եւ խմբերի շահեր սպասարկեն։ Ինձ գիտես ինչն է բան անում հիմա տենց ինչ որ իրանց մտավորական համարող շատ մարդիկ իրանց ինչ որ ինտերվյուներում կամ մի խոսքով ինչ որ դե այդ արդեն հա իրանց խնդիրն է, բայց գուժում են որ Հայաստանը կործանվում է, իսկ ուրախ ավտոբուսը հիմա չեմ ուզում այդ դերասանի անունը տամ, բայց շատ ասենց թախծոտ դեմքով նստած ասում էր շատ տենց դերասանական ոլորտում կակ մինիմում անուն ունեցող անձնավորություններ, որ նստած շատ տխուր դեմքով ասում էր չեմ իմանում Դավիթ Հակոբյան, եթե չեմ սխալվում, բայց վստահ չեմ։ Կյանք ու կռիվ ֆիլմի շատ տխուր դեմքով նստած ասում էր, որ այդ ուրախ ավտոբուսը գնում է Հայաստանը կործանվում է։ Լավ, որ Հայաստանը կործանվում է։ Ես ուզում եի այդ որ Հայաստանը կործանվում է, գար Պարոն Հակոբյանը նստեր մեր ավտոբուսը, դուրս գար, սաղ ընթացքում լռեր, դուրս գար Գորիսում, ասեր պետք էլ չի, որ մարդիկ մոտեն մեին վարչապետին, ասեի ուր եք մոտենում։ Կործանվում է Հայաստանը։ Պետք չի որ նստի ավտոբուսը, ոչ էլ պետք է որ եթե նայ։ Թող ինքը իր ասիրած ընդդիմադիներին հետևի։ Եթե Հայաստանը կործանվում է, եթե գահավիժում է, եթե բան է, չգիտեմ, ահավոր վատ վիճակ է, այդ ֆանտաստիկ խոստումները ընդդիմությունը ինչ հույսով ու ինչի իման վրա է տալիս, որ մեկը Ռոբերտ Քոչյանը հայտարարեց, որ 35-ից 45000 աշխատատեղ են ստեղծելու տարեկան, իսկ ստեղծելու ու ստացիրա կառավարություններով չէ, 35-ից 45000 ստեղծելու են միլիոններով արտագաղթում էին ու գնում էին արտերկիր աշխատելու։ Սամվել Կարապետյանը ասում է 60000 են ստեղծելու տարեկան, ստացվում է 60000։ Բայց եթե տենց կործանվում է այս երկիրը, հայ-հայա տենց կործանվելու եզրին է։ Այս մարդիկ այդ կործանվող նախ եթե կործանվում է իրոք, պիտի ասեն ժողովուրդ կործանվում է, մենք գալու ենք առաջիկա 2 տարին այդ գահավիժումը ընդհատենք, կասեցնենք, պահենք, հետո այդ մի տարի զրո ենք կանգնեցնելու, հետո վերջի 2 տարին փորձենք ինչ-որ բան անել, խոստանում ենք մի 3000 կամ 10000 աշխատատեղ վերջի 2 տարում կստեղծենք։ Բայց այս մարդիկ ասում են կործանվում է, բայց մենք տարեկան 60000 կամ 5 տարում 300000 աշխատատեղ ենք։ Ոնց։ Դրա նման Դավիթ Հակոբյան ջան, այ ցավդ տանեմ, այ քողոքուն Ղուրբան։ Բայց մի տրամաբանություն, տրամաբանական բանի ենթարկել։ Խոսքը մենակ Դավիթ Հակոբյանը բոլորը մարդիկ ասում են կործանվում է, վատ է եւ այլն։ Ու ընդդիմությանը համակրում են, բայց չեն ասում կարող է կամ խափում են, որ կործանվում է, կամ խափում են, որ 300000 աշխատատեղ ստեղծելու են, որովհետեւ չի բռնում։ Չէ, այստեղ ավելի շատ կործանման հարցն է, որովհետև լավ ուրեմն նոր սկսեց կործանվել, անցած ամառ սկսեց կործանվել, 2018 թվականից սկսենք, հետո այդ 20 թվականի խնդիրներից հետո 21-ին նորից ընտրություններ եղան, 21-ին էլի կործանվում էր, 21-ից սկսվեցին ինչ-որ process-ներ տարատեսակ, այդ ընթացքում էլ էր կործանվում, ծպտուն չէր հանում մեր նորընտիր ընդդիմության առաջնորդ հռչակած անձը։ Հա, բայց բանը ինչ է անում, գալիս էին ինտերվյուներ էին տալիս, այդտեղ ֆորումներ էին անցկացնում, տարբեր միջոցառումներ էին անցկացնում, պետական աջակցությունից էին հարկային օգտվում, եթե ես չեմ սխալվում, տենց հրապարակումներ կան, որ իրանք օգտվել են, բայց կործանվող երկրում ներդրում էին անում, այլ եթե կարող է ուրիշ երկիրներ կործանվում ավելին Սամվել Կարապետյանը հայտարարել որ տնտեսությունը վատ վիճակում չի, լավ վիճակում է։ Հա, տենց ինչ-որ հարցազրույցներ Սպուտնիկ Արմենիային էր թեում էր, իսկ կարող է մի հատ ուրիշ երկիր էր կործանվում ու այդ կործանվող երկիրը պետք եղավ որ գան ստեղ հերթական դեսանտը ուղարկեն, ինչպես որ իրենք ունեցել են։ Երկրի շահերն էին այստեղ կործանվում։ Դե հենց բառացի քո ասածը ավելի կոռեկտ է,
բայց դե տենց է ստացվում, որովհետև ասում եմ, թող այդ բոլոր կործանման մոլուցքով տառապող մարդիկ նույն պրինցիպով իրանք ունեն ավտոբուսներ, Դավթաշենում մի հատ ավտոբուս է կանգնած, չեմ տեսել, այդ ավտոբուսը տեղ չլինի, բայց ավտոբուսը լցվեք, գնացեք։ Մի հատ տենց ողոմելի փորձ արեցին, չես տեսել։ Չէ, վիդեոն եմ տեսել, որ նույն իրանք AI-ով, բայց դուրս եկել են, իրանք մարդկանց հետ շփվել են, բայց հենց այդ եմ ասում։ Գնում են բաներում, ջերմոցներում ինչ որ Жалкая пародия։ Հա, не повторим оригиналն ու жалкая пародիան էր։ Դե հիմա գնում ջերմոցներով ինչ որ բաներ են տալիս, Ժորժ ջան, ջերմոցում ձեզ ճիշտ տեղ, այո, չերի լոլիկները եւ հա, իրանք դե ջերմոցային ընդդիմություն են, որտեվ դաշտային պայմաններում իրանք ընդդիմության չէ քաղաքական գործունեություն ծավալելու նույնիսկ գիտելիք այդքան բավական չունեն, որ կարողանան դա անեն, ուրա մնում իշխանություն լինեն եւ կարողանան հա իրանք կարան լինեն իշխանություն ոնց որ եղել է 98 թվականից մինչեւ 2018 թվականի եղած իշխանությունները ես կարամ ասեմ ինչի ես եմ տեսել դու ինձնից մի քիչ ավելի տարիքով մեծ ես կարաս ասես մինչեւ այդ ոնց է եղել բայց ամեն դեպքում ես մի քիչ ավելի վատ ես որպես Երևանի կենտրոնում ծնված եւ մեծացած երիտասարդ երեխա երբեք ականատես չեմ եղել ցանկացած քաղաքական գործիչի երբեք չեմ տեսել միակ քաղաքական գործիչը որ իմ ինչ որ գիտակից տարիքում ես հիշում եմ որ իմ աչքով տեսել եմ դա եղել է ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը որովհետև մեր բակերում էր ապրում դες մոտիկ էր ապրում ես իրան մի քանի անգամ փոցում տեսել եմ բայց եկել գնում էր տուն իր համար բայց ոչ թե դուրս էր եկել ժողովրդի խնդիրները լսել այտենց get back խնդիր չէր եղել որ օրինակ ասեր վարչապետը կամ ցանկացած պաշտոնյակ կլիներ ԱԺ նախագահ Իսկ ես հիշում եմ ընտրությունից ընտրություն բաժանվող ընտրակաշարքի տասովշիկներին, որոնք պատտվում էին թաղերում եւ սերունդ 10,000-ական, իսկ սկզբից 5,000 էր, հետո քանի որ ինֆլյացիա տեղի ունեցավ, 5,000 դարձավ 10,000 դրամ եւ երկու հիմնական ուժեր էին, որ բաժանում էին, մարդիկ կային մեր թաղամասից, որ երկուսից է փող էին վերցնում, չգիտեմ, սա ինչ ոնց կդիտի, Հայաստան բոլորը գիտեն որ դա եղել է հիմա կարան ասեն բա ուրա վճիռը չգիտես ինչ է բայց ակնհայտ է կարակ այդ վճիռ ուզողները թող փաստացի ապացույցները բանանեն մարդիկ դա տեսել են ու հա մարդկանց չես խափի ասինքն չի եղել տես մարդիկ ով վճիռը չի սպասում որ ինձ աչքի տեսածը բոլորը իրենց բակում ունեցել են մարդիկ կային որ երկուսից է ու վերցնում էին այդ երկու ուժից է վերցնում էին այդ տունը 5 հոգի լինեին 20,000 դրամ մի հոգին 100,000 փող էր դե որտեվ ակնհայտ էր իրենց համար որ մեկը այդ մարդիկ վերընտրվելու են այսպես ասած հետո որ ասում են գոնե վերցնենք գնում ընդդիմությանն էին ցայն տալիս իդեպ վերցնում են այդ փողը ոնց է հիմա վարչապետն ասում է այդ որ Ռուսաստանից մարդիկ բերելու որպեսզի իբր իրենց ընտրեն այդ մարդիկ գալու են տենան թե ինչքան է փողվել Հայաստանը մեզ են քվեարկելու այդ նույն սկզբունքով մարդիկ փողը վերցնում գնում ընդդիմությանն էին քվեարկում բայց գիտես ինչի վրա ուզում մի հատ անդրադարձ կատարեի եւ երբ Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը Նարեկ Կարապետյանի հայրը Դատանի տալիճում էր թե որ դատանի հայաթում էր թե որտեղ էր Բերթում լինես թեացի երթում այ ապրես դա եմ ասում ում նստած է դե նստածը կարող է առողջական խնդիրներով պայմանավորված լինի չգիտեմ նստած հարցազրույց է տալիս շատ տենց յուրատեսակ ոճով շփվելով լրագրողների հետ Այդ էլ մեր գործընկերների թող գնահատեն, ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ, բայց տենց կողքից ինձ մոտ տպավորությունն այդպիսին էր ու ասում է հացի հերթում էլ լինի, որտեղ է լինի, պայքարելու ենք, բայց ես ուզում եմ որտեղ է լինի, չէ, բերթում։ Հա։ Բայց գիտես ո՞րն է, որ կներեք, այդ հացի հերթի ժամանակները Նույնիսկ չի որ այդպես հիպոթետիկ բան եք պատմում էլի եղել են հացի երթի ժամանակներ ու դուք հացի երթի ժամանակներում չեք մնացել պայքարել դες լոփ հացի հերթում իրանք կանգնած չեն եղել հաստատ հացի երթի ժամանակներում դու հացի երթ չես պահել դուք թողել թռել եք այս երկրից գնացել եք ռուսական կրիշների կրիշավատանողների տակ հարստացել եք լավ եք արի ինչ արեք չէ կարե բայց այնպես չի էլի որ ձեր ֆանտաստիկ ուղեղի բանի շնորհիվ էլի հմտությունների շնորհիվ եք լիղի 90-ի կոչված տարիներին ակնհայտ է եւ պարզ է բոլորի համար թե ովքեր ու ինչ մեթոդներով են հարստած այնպես չի որ էլի դա ֆանտաստիկ ջիղ պիտի ունի Իլոն Մասկ չեք եղել ինչ որ բաներ չեք հայտնագործել
պետական տենդերների մասնակցելով, պետական ծրագրեր եք իրականացրել, պետական պատվերներով, պետական գումարներով, ռուսական պետական գումարներով հարստացել անշարժ գույքի ոլորտում բոլորը գիտեն թե դա ինչպես է արվում, որովհետև Հայաստանում էլ այդ մեթոդները կորցրել են, այնպեսի չի որելի մարդիկ դենց չեն պատկերացնում դա ոնց է եղել։ Պետությունը պատվերը տվել է, պետական փողով դու գործ արել ես, ֆինանսավորվել ես, ու հետո գիտենք թե ինչպես է այդ փողը տնօրինվել, բայց շատ չխորանա դրա մեջ, որտեղ մեր գործը չի այդ երկրի ոնց է թալանվել X Ռուսաստան օրինակ կամ թալանվելա չէ թե չի թալանվել, մեր գործը չի։ Բայց ուզում ասեմ դուք եք եղել լինես չէ որ դուք իրոք ուժեղ տղա եք, իրոք պայքարող տղա եք, հացի հերթ եսի ինչ բան եք քննարկում ու գիտես ինչն է ամենահետախնդալուն, որ Նարեկ Կարապետյանը, Կարեն Կարապետյանը իր հայրը ասում են, որ մենք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին անհամաձայնություններ ենք ունեցել ու այդ անհամաձայնությունները բարձրաձայնել ենք Կարեն Կարապետյանն ասում բարձրաձայնել եմ եւ կամ Նարեկ Կարապետյանն ասում որ հայրս բարձրաձայնել է եւ դուրս է եկել աշխատանքից բայց ես ուզում եմ հիշեցնել եւ մարդկանց տեղեկացնել եթե չգիտեն որ Կարեն Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբայրը 95 թվականից եղել է ազգային ժողովի падգամավոր մինչեւ 2008 թվականը ինքը ամենաերկարակյաց պաշտոնյան է Հայաստանի Սերժ Սարգսյանից հետո երևի 95-ից 2008 թվականը եղել է падգամավոր առանց ընդհատումների 2008 թվականի մարտի 1-ից հետո եւ ընտրություններից հետո նա դարձել է նոր ընտրված Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը մինչեւ 2011 թվականը եւ 2011 թվականին իր ասած այդ անհամաձայնությունների պատճառով դուրս է եկել աշխատանքից եւ գիտեք ինչ արել 12 թվականին ընտրվել է падգամավոր եւ հիմա ինքը գիտեք ու մինչեւ 2018 թվականը մինչեւ հեղափոխությունը եղել է падգամավոր Այսինքն 95-ից մինչև 2018 թվականը առանց ընդհատումների, մի քանի ամիս ընդհատումներ կարող է որպես աշխատակից աշխատանքի անցնելու փուլում ընդհատումներ լինեն, բայց մեծ հաշվով առանց ընդհատումների ինքը եղել է բարձրաստիճան պաշտոնյա, падգամավոր, աշխատակազմի ղեկավար, հետո նորից падգամավոր եւ հանրապետական խմբակցության ղեկավար։ Ու ասում է, որ ես եղել եմ Տաշիր համայնքից ընտրված падգամավոր, ես ասում եմ ինչ կապ ունեմ, բայց կներեք դու եղել ես ՀՀԿ ֆրակցիայում, դու չես եղել անդիմադիր падգամավոր, դու չես եղել անհատ падգամավոր, դու եղել ես ֆրակցիայում, խմբակցությունում, դու ՀՀԿ-ի ֆրակցիայում ես եղել, ու հիմա այս մարդը ուզում է դիստանցավորվել ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից, ասում է ես նախքին չեմ, ես Սերժ Սարգսյանի թիմակիցը չեմ եղել, 11 թվականին ես անհամաձայնությունների բերումով դուրս եմ եկել։ Ոչ, հասկանել է 11։ Հիմա նույնն է, որ ես Civic-ից դուրս գամ, տարամ ԿՊ-ով падգամավոր, ասեմ ես անհամաձայնություն եմ ունեցել, դուրս եմ եկել։ Կապ չունի ԿՊ-ի հետ։ Հա։ Ասենք լուրջ եք ասում։ Չէ, դե հիմա իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք ինչով են փորձում մարդկանց գրավել, այսպես ասած, այն մտքով, որ ինքը ունի միլիարդներ, ունի մեծ ռեսուրսներ, ու այդ ռեսուրսները ինքը օգտագործելու է, որ Հայաստանը ուժեղացնի, զարգացնի եւ այլն եւ այդ մնացած հեքիաթային մտքերը։ Բայց եկեք արձանագրենք, որ միջև էլ Տաշիր գրուպը աղքատ ընկերություն չի եղել, ստարտափ չի եղել, որ չգիտեմ, $4000 բյուջե ունեցել։ Իրենք հենց որ Կարեն Կարապետյանը եղել է իշխանական լծակներ, այդ Տաշիր գրուպը ունեցել է այդ միջոցները, որով որ կարելի էր զարգացնել, ուժեղացնել Հայաստանը, որ մենք չհանդիպեինք 2016 թվականի քարորիա պատերազմին եւ մնացած հաջորդ վիդեոին տեսել ես որ ասում է այդ անվտանգայինից հետո ասում է 3 մեր տեղ ունեցավ մեր անվտանգային չտեմ ինչը այսօր որ ինչ որ բան այսօր է վիդեո անվտանգային ներկայացումն է տեղ ունեցել ինձ թվաց ժիմ պիտի անեն չէ չեն կարա AI-ով կարող է ու ասում է զինվորի ասում եմ մեկ զինվորի կյանքը մեր համար կարևոր է զինվորի առաջնային նշանակությունն ունի զինվորի կյանքը բա որ առաջնային նշանակություններ զինվորի կյանքը հարգաժան պարոն Նարեկ Կարապետյան ձեր հայրը որը նորից ինչպես նշեցի 95-ից մինչև 2018 թվականը առանց ընդհատումների եղել է բարձրաստիճան պաշտոնյա իշխանության մեջ ոչ թե դիմադիր ապա ինչու այդ թվականներին չկար Հայաստանում մի գոնե այնպիսի ամրաշինական կառույց, ինչպիսին կա այսօր։ Քաղաքացիական պայմանագիրն է, որ ասում է, որ զինվորի կյանքը մեր համար ամենաառաջնայինն է, դրա համար սարքել է եւ սարքում է սահմանի ամբողջ երկայնքով ամրաշինական կառույցներ, որպեսզի զինվորը այլևս պաշտպանված լինի ցանկացած տեսակի ռումբից։
Հիմա դուք եթե այդքան կարևոր է Իսրայելից մարդիկ բերել, Իսրայելի մարդը ինչ կապ ունի, դժվար է, այսինքն պետք է մասնագետ լինել, հոբ մասնագետ լինել, որպեսզի ամրաշինական կառույցներ կառուցվեին, օրինակ Ջաբրայիլում, հա? Իհարկե ոչ։ Դատուկ իմ համար ես ասում։ Չէ, որովհետև չէ, Ջաբրայիլով չէ ճեղքեցին։ Հա, բայց ես դե ծառայել եմ ու ես եւ այդ թվում տեսել եմ, այսինքն իմ զորացրվելուց առաջ նոր մեր իշխանությունը իմ զորացրվելուց առաջ այդտեղ արդեն սկսվում էր լավարկման process-ները հեղափոխությունից հետո ու բանակում ամեն ինչ սկսեց փոխվել, ես խոսացել եմ այս թեմայով, էլ այտենց չեմ ուզում կրկնեմ, բայց այնքան վատ վիճակում էր գտնվում այդ ամեն ինչ իրանց այդ ուժեղ ժամանակահատվածում, այնքան վատ վիճակում էր եղել, որ ցանկացած մի հատ այսպես բարենորոգում արդեն մեծ բան էր, ել չեմ խոսում այն ամեն ինչի մասին, ինչին կարան ականատես լինեն։ Ես հերոստատ հյուրեր ունեի տանը, ընկերներս էին, ու տենց հերոստացույց էինք միացել ու Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր այդ ամրաշինական կառույցները ու տենց կեսից էինք միացել, ոչ թե հատուկ չէինք միացրել, լրատվականներից մեկը ցույց էր տալիս, ընկերներից մեկը տեսավ, ասաց, «Էս բանա, մշտական տեղակայման վայր է, այսինքն կազարմա կոչեցյալն է», ասացի, չէ, պոստերի բլինդաժ է, ասում ոնց պոստերի բլինդաժ է, ասում եմ, հա, պոստերի բլինդաժ է, ու հնարավորություն կար դե քեչափով հետ տալ եւ նորից նայել այդ ռեպորտաժը, իմ ընկերներս ասել որ նրանք շոկի մեջ էին, դա ոչինչ չասել էր, իրանց թվում էր որ դա Զորամասի շենք է, բայց ասում եմ, չէ, դա ընդամենը մեկ մարտական դիրքի ամրաշինական կառույց է, գետնի տակ։ Էլ ասելու բան չկար, որտեղ իրանք ասում էին էլ ինչ ասենք, որտեղ իրանք էլ համատած տարբեր մարդկանց ծառայել են, իմ հետ են ծառայել, ավելի վատ տեղեր են ծառայել, մի խոսքով էլի, բոլորը տեսել են այդ ամեն ինչը ու դա մենակ իմ ընկերները չեն, քո ընկերները չեն Հայաստանում, իրանք հազարավոր քաղաքացիներ բաբլից դուրս ապրում են մարդիկ, ու իրանք այդ բաբլից դուրս չեն տեսնում, որոնք AI-ից այնքան բան են տեսնում, իրական կյանքում շփվում են, տեսնում են, զգում են արհեստական բանականության փոխարեն իրանք ունեն իրենց բանականությունը, ունեն իրենց աչքերը, ունեն իրենց զգացմունքները եւ իրենց մտածելակերպը, դատողությունը, որը որ իրանք հասկանում են ինչա կատարվում եւ հունիսի 7-ին գնալու են եւ ցույց են տալու ուժեղներին իրենց ուժը, ժողովրդի ուժը, ժողովրդի ձայնը եւ եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ժողովուրդը առնելու ապրանք չի, ժողովրդին խափելը հեշտ չի ընդհանրապես 10,000 հատ գովազդ միացրեք 1 միլիոն հատ գովազդ միացրեք միլիարդավոր ֆեյքերով կոմենտներ կներացրեք ֆեյքերով այդ կոմենտները ու այնա ինչ կոմենտներ են էլի հայ-հոյախառը ինչ որ ցածրակարգ իրանց թվում է որ դա դրան պատասխանող չի լինելու եւ տենց մտնում գրում են իրանց թվում է դա դրանով իրանք ինչ որ դիվիդենդներ են հավաքում կամ ինչ որ պլյուս է իրանց լինում չէ ընդհանրապես մարդիկ որ գալիս են տեսնում են որ դուք մտնում եք այդ նույն ուրախ ավտոբուսի կոմենտները գրում վատ ձևի մտնում տեսնում ենք որ ֆեյք է բայց կա մի հատ ինչ որ ուժեղ Հայաստանի սատարող կամ աջակցող նկար դժվար թե ժողովուրդը ասի օ ուժեղ մարդիկ են իրանց պետքա քվեարկենք որտեվ տենց մի հատ էլ շատ բան թեմա կա որ իրանց համիացել Էդգար Ղազարյանը որը որ համարում է որ ընտրությունները իմաստ չունեն, պետք է հենց հիմա impeachment-ի process սկսել, այն իրանց ջարդարար բանը նախագահ վարչապետի տեխնացուն, որը որ այդ 18 թվականի կազմակերպված այդ բանոյի բերումով հայտնվել էր կալանքի տակ, ինքը պետք է առաջնորդեր, մի խոսքով երթվյալ հանրապետական էր եւ բարի գալուստ մեր ձևով ուժեղ Հայաստան Ավարտենք Բագրատ արդեն ժամանակն է Իստմա հա դե ոնց որ դժվարանում ենք ավելի հաճախ հանդիպենք բայց հուսով ենք որ ժամանակը գտնենք ձեզ էլ հայցում ենք նաև ձեր ներողամտությունը մենք ունենք ես ֆիքսել եմ որ մենք ունենք կոմենտ գրողներ հետևորդներ ովքեր որ մեր մշտական դիտողներն են ողջունենք առանձնահատուկ բոլորին անները կֆիքսենք նաև մի հատ դե քեզ էլ շնորհավորում եմ Բարսելոնայի երեկվա հաղթանակի կապակցությամբ դու էլ ինձ կա շնորհավորում ես չեմ հետևել բայց տեսել եմ արդյունքը հա չէ լավ էր իհարկե դե ինչ շնորհավորում եմ Մադրիդի Ռեալի հաղթանակի հետ կապված այդ որ հետո բաների տեղի Իսկա Բարսա եւ Հալա Մադրիդ հաջողություն